Սիրելի երևանցիներ, շարունակում եմ շրջայցը Շենգավիթ վարչական շրջանում, հիմա ես գտնվում եմ Շենգավիթի Թաղապետարանից դեպի Գարեգին Նժդե գնացող հատվածում եւ ինչն է հետաքրքիր, հերթական անգամ բացահայտում եմ, թե ոնց են գումարները մսխվում։ Հիմա տեսեք, սիրելի երևանցիներ, ես ուզում եմ ձեզ ցույց տամ, որ այն ձևի են քայքայվել քանդվել տոմետները, որ դարձել են նույնիսկ ժողովրդի համար վտանգավոր, քայլելուց մարդկանց ոտի տակ կարանգնի եւ մարդիկ նույնիսկ սայթակեն։ Տեսեք, այս իրենց տեղադրած տոմետներն է, ու այն պարագայում, երբ որ այս մյուս հատվածում, եթե մենք նայում ենք, նույն պատկերն է ինչ որ Սարյանում, ուզենամ, այսինքն հերթով կքանդեմ։ Ուղղակի չեմ ուզում քանդեմ, որ մարդկանց համար վնաս չլինի, էլի հասկանում եք։ Նայեք ոնց է քանդվում։ Տեսեք, սիրելի հայրենակիցներ, հա, ու սա մատով է լինում։ Նորմալ է, որ տոմետները դառնում են ավազախիճ։ Նայեք, տեսեք։ Այսինքն այս տարի այս տոմետներին մնացել է ընդամենը մի քանի ամիս կյանք, մոտակա անձրևը։ Ու այս ամեն ինչի քավորը հայտնի թաղապետ Ռազմիկն է, Շենգավիթի Ռազմիկը, բայց օրինակ երևի թե իր տունը, որը որ Երևանյան լճում կառուցել է, չեմ կարծում, որ սենց անորակ է ինքը կառուցել։ Մի օր գնալու եմ, ասեմ եկեք ձեր բակի տոմետներն է ստուգենք, տեսնենք նույն ձևի անորակ եք տեղադրել Ռազմիկ։ Տեսեք, սիրելի երևանցիներ, եթե համայնքը, այսինքն վարչական շրջանը համագործակցի նույնիսկ համատիրությունների հետ, Բեն ամենանուրբ օրինակը, տեսեք, հեղեղատարն է, որը որ կա անձևից հետո, որ ջրահեռացումը լինում է, թողել են այսպես անտեր վիճակ։ Այս գործը համատիրությանն է։ Իրենք կարող են համատիրության հետ աշխատել, որպեսզի այս անիմաստ ջուրը չհոսի ամբողջությամբ, հասկանում եք, ու չքանդվի այս գետինը։ Իրանք նորմալ պիտի կարողանան կազմակերպել։ Բարև ձեզ։ Ճիշտ եմ անում, որ խոսում եմ, հա։